պատերազմների, փառատոնի ժամանակահատվածում հնչում են տարբեր ազգերի մշակույթներ, երկու Տարբեր ազգեր մի քանիսը ոնե նշեք, թե որոնք են լինելու։ Նշեմ։ Տարածաշրջանը, թե ինչ-որ։ Լինելու են երգեր և պարեր ֆրանսերեն, վրացերեն, իսպաներեն, ամերիկյան, հունարեն և այլն, տարբեր ազգերի մշակույթներ են կընտրել, բոլոր կատարողները հայեր են, այսինքն ուզում ենք նման կերպով աշխարհին ցույց տալ, որ մենք պատերազմ չենք ուզում, մենք խաղաղասեր ազգ ենք, բոլորին կոչ ենք անում ապրել խաղաղ, բայց եթե որևէ ոտնձգություն լինի մեր սուրբ հողի հանդեպ, մենք անպայման պատրաստ ենք պայքարելու ու ապացուցել ենք դա բազմաթիվ անգամ։ Երբ է լինելու փառատոնը։ Փառատոնը լինելու է հոկտեմբերի 30-ին ժամը 17:00-ին Զեյթուն մշակութային կենտրոնում։ Իսկ փառատոնին համար մուտքը հրավերներով է, թե ազատ է, որպեսզի մեր ուղղընկերները հասկանան կարող են։ Մուտքը հրավիրատոմսերով է, ազատ չէ, հրավիրատոմսերով է։ Բայց ամեն դեպքում պետք է փորձեք այդ մասին հանրությանը տեղյակ պարել, թե փառատոնը ինչ արդյունքներ ունեցավ, ամփոփեք արդյունքները։ Կազմակերպիչը գաղափարը իմն է եղել փառատոնի, առաջին անգամ Հանդես Production-ով ենք կազմակերպել իրականացրել, այս անգամ միացան նաև Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավապաշտպան բարեգործական հասարակական կազմակերպությունը, նախագահը Անահիտ Առաքելյանն է այստեղ նստած է և Զեյթուն մշակութային կենտրոնը և դարձան այսպես ասած համակազմակերպիչներ։ Լավ, Արմանը գուցե ինչ-որտեղ ինքը դժվարանում է իր սկսած գործը ինչ-որտեղ ինչ-որ բանում ներկայացնի, հիմա հարցս հետևյալն է, քանի որ խոսքը պատերազմների և խաղաղությանն է և դուք եք միավորվել եք արդեն Արմանի հետ, որպես փառատոնի աջակիցն է, փորձենք հասկանալ դուք ինչ կապ ունեք այդ փառատոնի հետ կապված։ Ինչ-որ ասելիք ունեք, որը պետք է նրանց միջոցով ասեք, ներկայացնեք։ Մենք խաղել ենք պատերազմի դառը պտուղները և շատ թանկ ենք վճարել խաղաղության համար։ Ես որպես զոհված և վիրավոր ազատամարտիկների կազմակերպության նախագահ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների անունից բարձրաձայնում եմ և դատապարտում և բացասական վերաբերմունքս արտահայտում պատերազմների հանդեպ։ Արմանը բազմիցս միջոցառումներ մշակութային ծրագրեր է իրականացրել, նաև մենք մասնակցել ենք այդ միջոցառումներին և մշակույթի միջոցով աշխարհի գույները փառատոնի միջոցով մեր նպատակն է պրոպագանդել խաղաղություն և մարդասիրություն։ Հարցս գուցե ուղղեմ Գոհար Արմենականին, Զինվորի պաշտպանության կոմիտեի հասարակական կազմակերպության։ Հաստորեն ձեր կյանքի ընթացքում այս վերջին տարիներին ձեր փորձը բավականին շատ է այս ասպարեզում և երևի թե այս երիտասարդների կողքին ձեր խոսքը ամենաակնառուն կլինի, որպեսզի պնդեք, որ իրոք խաղաղությունը կարևոր է, այն մայրերը, որոնց հետ դուք եք հանդիպում, նրանց անունից պետք է ներկայանաք։ Ընդհանրեն Տիկին Գոհար։ Նախ ասեմ, որ կուզենայի սկզբից խոսել Արման Կարապետյան անձի մասին։ Արմանը մեր կարգավիճակի բոլոր մայրերի մեջ իր գույնը մտցրեց, աշխարհի գույներով մեր սև գույնի մեջ ծիածանի գույներ մտցրեց։ Փառատոնը ճիշտ է ամսի 30-ին է, բայց ըստ էության Արմանը մեզ հետ միասին չկա մի այնպիսի զորամաս, որտեղ եղած չլինի։ Եվ ես այս պահին անպայման կուզենամ շեշտել, առանց մի որևէ ակնկալիքի, երբ պետք է եղել Արման, ուզում են գնալ զորամաս, աշխարհի գույները մեզ հետ տանել զորամաս։ Զինվորը կարճաժամկետ ժամանակով հասարակությունից դառնում է համազգեստով քաղաքացի, նա նույն քաղաքացին է, միայն համազգեստով քաղաքացի։ Չի ուզենա, որ մշակույթը կտրվի և հավատացեք, որ ինչ ասեմ ձեզ, սա մի գործ է, որը բարեր չկա, ուղղակի ես կոչ կանեմ մեր պետությանը,
առանձնակի ուշադրություն դարձնի նմանատիպ երիտասարդներին, նմանատիպ միջոցառումներին, ինչու ոչ, որովհետև սա միայն ես խոսում եմ բանակից իշա հայոց բանակի հրաշք գործ են անում Արմանը եւ մյուս բոլոր մասնակիցները։ Այսինքն դուք կարող եք սատարում Արմանին, որ Արմանը հասկանալով ձեր վիշտը, հասկանալով ձեր հոգսը, հասկանալով այն զինվորին, որ կանգնած է սահմանին։ Այո, ես մեկ դրվագ կարող եմ նկարագրել, վերջերս մենք եղանք Մադաղիսի զորամասում, հավատացեք, համապատրաստից սպաներից ասեցին, որ միջև միջոցառում, իհարկե դա նախատեսված էր, ես խոստացել էի, որ վերջի դեպքերի հետ կապված, որ ունեցանք այդքան զոհերը մեր, չէ որ ապրողներ եղան, որոնք տեսնելով այդ զոհերը, նորից նույն կամքով զենքը ձեռքին կանգնել են եւ պաշտպանում են մեզ, մեր հողը։ Որոշեցի, որ բոլոր ապրողների համար պետք է մատաղի արարողություն անենք։ Հիմնականը խոսքը գնում է բանակի մասին այդտեղ եւ քանի որ կիզակետը եղել էր Մադաղիսը, հենց Մադաղիս զորամասում եւ հավատացեք Այդ ինչ կատարվեց, սպաներից ասեցին, որ բանավան, Մադաղիս բանավանը մանկահասակ երեխաներ են, բոլորը կարոտ են, երգի, երաժշտության այսօր, եւ ինչ տեղի ունեցավ, երբ որ հարստվեցի, փոքր տղաներ են, երեխեք են, պարում են, ասում միջև քանիս երեխեք, 12-ը միջև ուրախանանք երեխեքը, եւ մեր տղաները, չնայած որ պետք է հաջորդ օրը միջոցառում լիներ, իրենք երբևիցե այն քայլը, որ ասում են, ես պետք է ձայնս խնայեմ, բայց նման բաներ չեղավ, ոչ, օրակարգից դուրս, ժամից դուրս չկա այդպիսի բան այնտեղ, համապատրաստից մի այնպիսի համերգ տեղի ունեցավ, որին կնախանձեր քաղաքի ամենամեծ համերգասրահը։ Խոսքը փոխանցենք Աշոտ Նազերին, առաջի անգամ չէ որ հանդիպում եք այս հարթակում, առաջի անգամ չէ որ դուք Արմանի կողքին եք։ Այո։ Միավորումը շարունակաբար է, դուք մասնակցում եք նաև այս փառատոնին։ Այո, եւ սիրով եմ մասնակցում եւ ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած մշակութային մարդ, արվեստագիր, արվեստագետ պետք է իր հոգու պարտքը համարի նմանատիպ փառատոններին մասնակցելու։ Եթե այս երիտասարդները այսպես ջանադրաբար, անշահախնդիր կարողանում են անձնվիրաբար այսպիսի փառատոններ կազմակերպել, մեղք կլինի նրանց չսատարելը եւ նրանց կողքին չկանգնելը։ Ես միշտ ասում եմ, որ մեր զինվորները հազար փառք իրենց կանգնած են այսօր սահմանին եւ պահպանում են սահման, իսկ մշակութային մարդիկ պետք է մշակույթի սահմանները պահեն։ Եվ այդ երկու սահմանները, չէ որ մշակույթով ենք նաեւ ազգ եւ ֆիզիկապես սահմանները պահելով ենք նաեւ ազգ, այս զինվորների մշակութային մարդկանց եւ իրական զինվորների կապը պետք է սերտ լինի։ Ես պատիվ եմ համարում այս երիտասարդներին սատարել ինձ համար, նրանց կողքին լինելը, ոչ միայն իմ խորհրդով, իմ երգով, իմ համեստ արվեստով, այլև սովորել նրանցից եւ նրանցից լիցքավորվել եւ նրանցով ոգևորվել, նրանցով հպարտանալ։ Ես այսօր միայն հպարտություն եմ զգում եւ սիրով եմ մասնակցում նմանատիպ հասարակական միջոցառումներին, փառատոններին, պատրաստ եմ ինչքան որ կարող եմ։ Իսկ կոչ չեք անում այս հարթակից նաև մյուս երկրների, որոնք համարում են, որ Կարծում եմ իմ ներկայությունը կոչ է, այսինքն ես եթե տեսնեի այս նյութը եւ տեսնեի, որ այստեղ նստած եմ այս կամ այն երգիչը կամ երգչուհին, ես նախանձախնդիր կլինեի, թե ինչու ես էլ այնտեղ չեմ եւ ինչու մի փոքրիկ ներդրում չունեմ այս հրաշալի ձեռնարկին։ Կարծում եմ իհարկե կոչ եմ անում, ստապ եղեք եւ միայն մենք չենք կարող այսօր այն իրավիճակում ենք մենք, որ միայն մեր շահի հետևից չենք կարող, լավ է, արեք ձեր գործը, ձեր աշխատանքը, բայց միշտ պատրաստական եղեք սիրելի երգիչներ, երգչուհիներ, ընդհանրապես մշակութային մարդիկ, լինել նմանատիպ միջոցառումներում։ Ձեր ներկայությամբ, ձեր խոսքով, ձեր երգով, ձեր հորդորով, ինչ կարող ենք անել այսօր։ Այսինքն եւ ես առանց այսպես վարանելու ասում եմ, պետք է գնալ սահման, ուրեմն պետք է գնանք։ Ինչի համար ենք ապրում, ինչով է մեր կյանքը այսօր, ինչով է լցված։ Այն ամենով ինչ որ մեր երկրի խնդիրներն են, մեր երիտասարդների, մեր զավակների խնդիրներն են։
ուղղակի սխալ է ձեռքերը ծալած, նստած, տեսնել թե ինչ է կատարվում, ինչ է, ով ինչ ասաց, ով ինչ արած, իսկ ինչ ես անում դուք բոլորդ, մենք բոլորս։ Շատ լավ, ես խոսքը փոխանցեմ մեր փոքրիկ երգչուհուն մեկի։ Դու փառատոնի ամենափոքրիկ ներկայացուցիչն ես։ Ինչպիսին է հավես քո տպավորությունը աշխատել այս խմբի հետ, դժվար չէ, դժվար է, կամ հազակակիցների ինչ ես հորդորում։ Ասեմ ողջունում բոլորիդ, ինձ համար ընդհանրապես դժվար չէ եւ ես առաջին անգամ չէ որ մասնակցում եմ այս ծրագրին, նախագծին, իմ կարծիքով ամեն մարդ պայքարում է պատերազմների դեմ ինչ որ մի կերպ, ես ինքս մշակույթով, երգով եւ բարով Այո, եւ հուսով եմ, որ այս համերգը բոլորի սրտերը այսպես ասած այո եւ բոլորը կհասկանան իմաստը եւ հուսով եմ որ կգան կայցելեն եւ մեծ հաճույքով կդիտեն որտեվ Ես կատարման տեսել եմ զինվորի մասին երգը բավականին խանդավառ եւ երբ ինքս այդ երգը ինչ ապրում Ճիշտ ասած, այդ երգը իմ ամենասիրելի երգերից մեկն է, որը ես կատարում եմ շատ մեծ հաճույքով եւ երբ որ երգում եմ, ես ինքս ինձ զինվոր եմ պատկերացնում։ Այո, նաեւ տարբեր զորամասերում եմ երգել եւ դա իրոք շատ հուզիչ է եւ շատ տպավորիչ։ Հուսով եմ, որ այսպիսի նախագծեր եւ այսպիսի միջոցառումներ դեռ շատ կլինեն։ Շատ լավ, ես խոսքը փոխանցեք Արտեմի Գեգամասյանի, դու բավականին այս ասպարեզում եք շոուում ասպարեզում եւ այլն ձեր ասելիքը, ձեր գիտելիքները։ Արդյոք այս փառատոնները պետք է սահմանափակվեն միայն մայրաքաղաքային հարթակներում։ Բնականաբար ոչ եւ ես նստած ես նույնիսկ չգիտեի որ այս աստիճան ավելի sense խիտ գրաֆիկով եք եղել դուք ուղղակի հուզվում էի երբ լսում էի ես ուզում եմ որ նման փառատոնները նման համերգները շատ ավելի լինեն նախագծերը ավելի շատ լինեն ու կարող եմ ասել որ միայն հպարտությամբ հպարտ կարող եմ լինել երբ իմ աղջիկս մասնակցում է ես էլ եմ իմ մասնակցություն ունենում ինչ որ կերպ բայց բնականաբար մշակույթը այն անձինք ովքեր ներկայացնում են մշակույթը պետք է շատ սերտորեն կապված լինեն մեր թե բանակի թե նման հարցերի հետ եւ ուղղակի սիրով մասնակցեն նման նախագծերի ողջունում եմ ձեզ Շատ բարի Արմանի գուցե խոսքը զինվորի մասին որ դու գնում ես զորամասեր եւ այլն եղել է միջոցառումներ որ կազմակերպել եք հենց զինվորների մայրերի համար Մշտապես լինում է միշտ աջակցության, ուշադրության, սատարելու կարի այդ փոքրիկ մի Մշտապես լինում են նմանատիպ միջոցառումներ, մենք այնպես չի եղել, որ ինչ-որ սահմանին վիճակը մի փոքր թեժանում է, այդ ժամանակ սկսում ենք այդ թեմաներով։ Ես 2005-ից 7 թվականը իմ պարտքը կատարելուց հետո հայրենիքին 2007 թվականից մինչև օրս մշտապես կլինի զինվոր, կլինի ազատամարտիկ, զոհվածի ծնող, կապ չունի որ ժամանակահատվածում է դա եղել։ Չեմ կարող ասել սատարել, իրենք մեզ են սատարում, մենք իրենց ընդհանուր մի գաղափարի շուրջ համախմբում ենք։ Իսկ ովքեր են ձեզ ընդհանրապես աջակցում։ Հիմա դու փառատոնի համար փաստորեն Եթե գովազդ չի հնչի, ես կարդամ։ Կարդամ։ Այս պրոյեկտների հետ կապված կան մարդիկ, որոնք ձեզ աջակցում են։ Իհարկե կան սեփական միջոցներն էլ, բայց կան մարդիկ աջակցում են, եթե կարելի է ես կարդամ, որ բաց չթողնեմ։ Progress Print տպագրատունը, որը արդեն 4 տարի է, մեծ ներդրում ունի նմանատիպ, գիտեք, միջոցառումներին, որքան տպագրական աշխատանքներ են իրականացվում, տնօրեն Կարինե Թումանյանին մեծ շնորհակալություն, Զինվորի պաշտպանության կոմիտե հասարակական կազմակերպություն Տիկին Գոհար Արմենակյանին, Համայնքի Զարկերակ երիտասարդական հասարակական կազմակերպություն, Էլադա գեղեցկության սրահ, որը ապահովելու է մեր մասնակիցների գեղեցիկ տեսքը, Ստուդիո Բաջ, Բագրատը այստեղ է, լուսանկարում է,
Տիգրան Մեծ բարեգործական հիմնադրամ, Միացյալ ուսանողական լիգա եւ VRRL դիզայն ընկերություն։ Եվ տեղեկատվական աջակիցներին անդրադառնամ, ելի երկար տարիներ մեզ աջակցում է Հայաստանի Հանրապետություն օրաթերթը, լուսաբանում է բոլոր մեր միջոցառումները։ Մեր խորին մեծ շնորհակալությունը հայտնենք ձեզ Նոյան Տապան լրատվական վերլուծական կենտրոնին, որ արդեն մշտապես է դարձել երիտասարդ.am կայքը, Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթը։ Ես նաև սիրում եմ Արցախին, մարզերին ներգրավել այս ամենի մեջ, դրա համար նրանց եւս շնորհակալություն արտտեղեկատուին, armdreams.com կայքին, hekhat.am կայքին, որի հիմնադիրը Իրինա Թովմասյանն է, նաև այդ հարցում է աջակցում, photoart.biz կայքին, Libretto գրական ակումբին, slim.am կայքին։ Միայնակ երբեք որևէ գործ չի կարող լինել։ Արման, ինչպես են ընտրվում մասնակիցները։ Այդ մասին ինչ-որ հայտարարություններ եք նախապես դուք տարածում, թե ունեք խումբ, որոնց հետ արդեն կոնկրետ աշխատում եք։ Երկար տարիներ արդեն ասպարեզում եմ, բոլորին գրեթե ճանաչում եմ։ Այսինքն դուք եք հրավիրում։ Հա, ես անձամբ հրավիրում եմ, արդեն կախված է ձևաչափից, տվյալ միջոցառման ձևաչափից, թե ում հրավիրեմ։ Շնորհակալ եմ բոլորին, հազվադեպ են մերժում։ Իսկ Տիկին Ազելին այդ հարցում դες որպես մասնագետ, որպես պրոֆեսիոնալ ինչ-որ բանում օգնում է, խորհուրդ է տալիս։ Միշտ նրա խորհուրդները, նույնիսկ եթե իմ միջոցառումները չլինի, կապված հեղինակային երգերի հետ եւ այլն, մեծ սիրով ընդունում եմ խորհուրդները։ Ու շատ մեծ պատիվ է, որ մեր աշխարհի գույները երկրորդ փառատոնի բացումը Տիկին Ազելին է հենց անելու իր հայ հերոս զինվոր հեղինակային երգով։ Ինչու եք նախընտրել հենց հոկտեմբերի 30-ին, ինչ-որ օրվա հետ կապված։ Ինչ-որ ստույգ օրվա հետ կապված մեզ համար կարևորը գաղափարն էր։ Իսկ հաջորդ ամենին երբ եք նախատեսում արդեն իրականացնել։ Ամանորին ունենք մեծ մրցանակաբաշխություն, որտեղ ամփոփելի ենք 2016 թվականի ասպարեզում, մշակութային ասպարեզում կատարված աշխատանքները։ Իսկ հնարավոր է Զորամասերում հենց կազմակերպել փառատոներ հենց զինվորների մասնակցությամբ։ Դա կլինի պրոֆեսիոնալ թե ոչ պրոֆեսիոնալ, ամեն դեպքում հետաքրքիր կլինի։ Զորամասերում եւս հաճախակի լինում է նմանատիպ փառատոններ, ուղղակի լայնորեն մասնակցում են լայնորեն չի լուսաբանվում եւ ինտելեկտուալ խաղեր եւ երաժշտական մրցույթներ, համերգներ, մեր բոլոր համերգներին զինվորները գալիս են միանում են մեզ հետ հավասար երգում են, շատ տաղանդաշատ զինվորներ ունենք։ Դիտակա ես կուզեի հաստորեն բոլորին ես ցանկանամ լուսաբանել այդ փառատոնը հոկտեմբերի 30-ի ժամը 19:00, ճիշտ եմ ասում 19:00 հրավիրում ենք Հանաքերձայթունի մշակույթի կենտրոն լուսաբանելու այս փառատոնը, գուցե հետագայում կհանդիպենք եւ արդյունքները կանփոփենք, տեսնենք ինչպիսին է եւ այդ բացի այն, որ փառատոնը պետք է գաղափարական նպատակ ունի, ինչ որ նախընտրում եք, ինչ որ նաեւ նյութական աջակցություն, որը կարող եք հետո զինվորների հետ կապված, ծնողների հետ կապված փոխանցումներ, թե առայժմ ոչ։ Դե եթե աջակցություն լինի, բնականաբար շատ ավելի լավ կլինի կազմակերպել